Փառք Աստծուն։ Հալելույա։ Ասելներս այսօր խոսելու եմ մեղքի մասին։ Մեղք, որը մեր կյանքում կան մեղքեր, որոնք շարունակվում են, կան մեղքեր, որոնք կրկնվում են։ Եթե քո կյանքում կան կրկնվող մեղքեր, այս քարոզը, այս ծառայությունը քեզ համար է, որպեսզի մենք այսօր վերջ դնենք դրան, թողենք այստեղ ու դուրս գանք։ Որովհետև Տերը, որ այստեղ է, այսօր ներելու է քեզ։ Տերը, որ այստեղ է, եթե դու վստահես իրան, այսօր այդ ամեն ինչը թողնելու ես։ Ամեն։ Կա մարդիկ, որ նրանց կյանքում կա չներում։ Եթե դա դու ես, չներումը քո կյանքը կործանումներ է բերում, ջախջախումներ է բերում։ Ամեն։ Չներումը, ջախջախումը քո հաղթանակը։ Գիտեք, երբ որ մարդկանց հետ խոսում եմ Աստծո մասին, մեղքի մասին, մեղքից ազատվելու մասին, գիտեք ինձ շատ ժամանակ ինչ են պատասխանում։ Ասում են, ես դեռ երիտասարդ եմ, ուզում եմ վայելեմ կյանքը։ Գիտես, նրանք չեն մտածում, որ մենք ենք վայելում կյանքը, ու մեզ սպասում է հավիտենական կյանքը։ Նրանք այս երկրի վրա եթե մեղքի կյանքն են վայելելու ու գնալու են վերջը կորուստ է դժոխք, ապա մենք այստեղ Տիրոջը վայելելով գնալու ենք հավիտենություն։ Ամեն։ Հալելույա։ Գիտես, նման մարդիկ իրոք սպասում են, որ այդ կյանքը վայելեն ու կարողանան մինչև իրանց կյանքի վերջը վայելեն, բայց ես ձեզ մի բան ասեմ։ Ու նրանց հավերաբերում այդ խոսքը ես ասել եմ, ինչ գիտես ով մարդ, առավոտ աչքերդ որտեղ կբացես։ Այսօր ուզում ես այդ կյանքը վայելել։ Առավոտ աչքերդ որտեղ կբացես։ Այստեղ թե այն մի տեղը։ Երկրի վրա թե արդեն դժոխքում։ Միգուցե չհասցնես նույնիսկ ներողություն խնդրես։ Մենք մի բարեկամ ունեինք Հայաստանում դեռևս երիտասարդ անձնավորություն, 3 երեխաների հայր, ու իրան շատ էի խոսում Աստծո մասին, դա 90-ական թվականներն էր դեռևս։ Շատ էի խոսում, իրանց գյուղում էլ ես տնային խմբակ ունեի, ու իրանց տուն շատ էի գնում։ Գիտես, միշտ ասում էի, իր պատասխանը նույնն էր, ես երիտասարդ եմ, ուզում եմ կյանքը վայելեմ։ Շատ կարճ ժամանակ անց, գիտեք ինչ տեղի ունեցավ, նրա այդ կյանքի գառնան վրա ձմեռ եկավ, նա գնաց այս աշխարհից, այնպիսի ծանր մահով DTP-ի մեջ, նույնիսկ նրա դիակը հաջորդ օրը չէին ճանաչում։ Ցավալի էր, գիտեք, բայց մարդը խոսքն ասում է այսօր է օրը, որ լսում ես Տիրոջը ընդունես, այսօր է օրը։ Սիրելիս, եթե քո կյանքում կան բաներ, այսօր լավ կլինի, որ դու թողես այստեղ ու գնաս մաքրված։ Ամեն։ Հալելույա։ Մարդիկ ուղղակի սխալ պատկերացում ունեն մեղքի մասին։ Մեղքը ոսկորները կրծում է։ Գիտես, մեղքից ձերբազատվելը շատ դժվար է։ Մեղքից դուրս գալը շատ դժվար է։ Որովհետև եթե աղոթքով ու ծոմով դու հետ չկանգնես նման մեղքից, ես քեզ ասեմ, քո հաղթանակը կարող ես կորցնել։ Հաղթանակ, որ քեզ է սպասվում Տիրոջից, դու կարող ես կորցնել վայրկյանների ընթացքում։ Այդ անձնավորության համար միգուցե Աստված հրաշալի ծրագիր ուներ, բայց նա խաբված էր սատանայից ու այդպես խաբված էլ գնաց։ Սիրելիներս, բերեք մենք ձգտենք, ոչ թե փորձենք, ձգտենք, որ Աստված առաջին տեղում լինի մեր կյանքում։ Եվ ոչ միայն, հապա Աստծո խոսքը լինի առաջին տեղում մեր կյանքում։ Աստված ինչ ասում է մեզ, գիտեք, Աստված միշտ իր խոսքի ետևում կանգնած է։ Երբ որ մենք խնդրում ենք, մենք սպասում ենք մեր աղոթքի պատասխանին։ Բայց շատ ժամանակ Աստված քեզ ուղարկում է միտեղ քարոզելու կամ ուղարկում է միտեղ ուղակի աղոթելու, մենք չենք համարձակվում գնանք։ Ու դա քեզ կասեմ, դա մեղք է։ Ինչի է մեղք, դու կասես, դու կզարմանաս, դա անհնազանդություն է։ Իսկ խոսքն ասում է, ամեն անհնազանդություն մեղք է։ Մարդիկ կանգ են առնում մի քանի մեղքերի վրա։ Ես շեշտեցի չներումը,
Բայց նրանք դա ուշադրություն չեն դարձնում, ասում են սպանությունը, գողությունը, շնությունը, ասում են սպանությունը մեղք է, բայց սպանում են, ասում են գողությունը մեղք է, բայց գողանում են։ Գիտեք, սպանությունը, աշխարհի կանայք, խոսքը քրիստոնյաների մասին չէ, շատերը աբորտը չեն ընդունում որպես մեղք, ու շատ կանայք աշխարհում ավելի շատ մարդ են սպանել, քան այս պատերազմների ժամանակ սպանվել են, զոհեր են ունեցել։ Ու գիտեք, շատ կանայք իրանց երեխաներին երկնքում հանդիպելու են, ու երեխան հանդիպելու է իր մամային ասելու է, ինչին սպանեցիր, որքան ամոթ է, չէ, որքան կարմրելու տեղ, բայց լավ է, որ մենք Աստծու մեջ ավելի մոտիկ լինենք։ Շնության մասին այնքան թեթև են խոսում, այսօր այնքան քաղաքացիական ամուսնություններ կան, միասին երկար տարիներով ապրում են, հենց որոշում են, որ զաքսավորվում են, կարճ ժամանակ հետո բաժանվում են։ Դուք նկատել եք դա։ Դա շատ նկատելի է։ Դա ինչու է լինում, որովհետև մինչև զաքսավորվելը նրանք վախով են ապրում, որ հանկարծ իրար չկորցնեն, հենց զաքսավորվում են, երկուսն էլ տան գլուխ են դառնում, ընտանիքի գլուխ։ Ու իրար չեն հասկանում ու բաժանվում են։ Աստծո խոսքը Ֆիլիպպեցիս 3:19-ում ասում է, որ կգա ժամանակ, սիրելիներս, որ մարդիկ իրանց ամոթը փառք կհամարեն։ Ես այդ իմ խոսքերով ասեցի, այսինքն այն ժամանակ, որ ամոթ էր, հիմա ովորանում է, փառքը, ովորանում է, ավելի ճանաչված է։ Այսօր մի երիտասարդ աղջիկ եթե ասում է ընկեր չունեմ, նա ամաչում է, որ ընկեր չունի, ամաչում է, որ հետը մանեկող չունի, ամաչում է, որ իր կողքին անձնավորություն չկա։ Գիտեք, դա փառք են համարում, երբ որ ունեն իրանք, դա մեղք է։ Վերջերս մի երիտասարդ անձնավորության հետ է աշխատում, մենք ավտոտնակ ենք նորոգում, ներսի նորոգման աշխատանքներ ենք կատարում, ու գիտեք, ավտոտնակի տերը այդ հոսը որ կա, որ տակից նորոգում են, այդ տախտակները հանեց, ասեց պետք է ներկենք, ու մեծ խոր անդունդ բացվեց տակը, մեծ սենյակ էր, խոր, մոտ 4-5 մետր խորությամբ, ու մինչև այդ բետոն կար, երկաթներ կար, ու նայում ես ու վախում ես, ասում ես հանկարծ չընկնես ընտեղ։ Գիտես, մի պահ մտքովս անցավ, բա որ ընկնեմ, ես հասկացա, որ մեծ թիկին ականջս կմնար, ու աղոթեցի, պաշտպանություն հռչակեցի։ Հաջորդ օրը հետիս աշխատող տղեն շփոթված ընկավ այդ փոսը։ Մեջքի վրա ընկավ, գնաց այդ երկաթին կպավ, գնաց այդ բետոնին կպավ, հետո ընկավ ներքև, ու գիտեք, այնքան փառք Աստծու, որ չմահացավ ինքը։ Ուղղակի մարմնական վնասվածքներ էր ստացել, ոսկորը չէր ջարդվել։ Ու այդ անձնավորությունը Աստծուն լավ էր ճանաչում։ Ես հենց դրամա եմ պատմում։ Աստծուն ինքը լավ էր ճանաչում, խոսքը գիտեր, կարդացել էր, եկեղեցի էր գնացել, բայց ինքը մեկ երբ ուզում է գնում է, երբ չի ուզում չի գնում է։ Ես հետևից վազեցի, աստիճաններով իջա, օգնեցի, բարձացինք ու գիտես, սկսեց լացել, ասեց Ես մտածեցի, որ քիչ առաջ մենք Աստծուց էինք խոսում, մինչև ընկնելը, ես նա հետ Աստծուց էի խոսում։ Կասի հիմա այդ չէր քո Աստված ընկա ես ներքև, բայց գիտեք ինքը ինչ ասավ։ Ասավ ես գիտեմ ինչի ընկա։ Ես իմ մեղքի պատճառով ընկա։ Ես մեղավոր եմ։ Ես ասեցի, ես հիմա քեզ համար կաղոթեմ։ Բացեցի խոսքը Հակոբոս 5-րդ գլուխ 13-ից 16-րդ խոսքը։ Կարդացի իր համար, ասեցի դու հիմա լավ կլինի որ ապաշխարես, խոստովանես, ապաշխարես, ես հիմա յուղով քեզ կոծեմ ու կաղոթենք։ Ես կարդում եմ այդ խոսքերը սիրելիս, որ դու լսես, Հակոբոս 5-13-ից 16-ն ասում է, եթե ձեզանից մեկը նեղություն է քաշում, թող աղոթք կանե, եթե մեկը ուրախանում է, թող սաղմոս ասե։ Եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեսներին կանչե, որ նա վրա աղոթք անեն, նրան յուղով օծեն Տիրոջ անունով։ Եվ հավատքով աղոթքը կփրկե հիվանդին եւ Տերը վեր կկացնի նրան, եւ եթե մեղ գործած լինի, կթողվի նրան։ Այդ էր կարևորը իր համար, որ եթե մեղ գործած լինի, կթողվի իրան։ Իրար խոստովանեցեք ձեր հանցանքները եւ իրար վրա աղոթք արեք, որ
բժշկվեք, շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով։ Այդ անձնավորությունը լացելով աղոթք արեց, լացելով խոստովանեց, որ շնության մեջ ա եղել, լացելով ուղղակի ինքը ապաշխարեց, մաքրվեց, հետո ես իրան յուղովոցեցի, աղոթեցի։ Ու գիտեք, այդ աշխատանքի տերը երբ որ եկավ, այդ անձնավորությունը արդեն այդքան ցավեր չուներ, իր ոտով վեր կացավ, նստեց ավտոն գնաց։ Փառք Տիրոջը, Տերը ուղղակի գործ արավ նրա հետ։ Հալելույա, փառք Աստծո։ Կարևորը գիտեք զղջումն է, քո զղջումը, երբ որ մի բան անում ես, եւ քո կարևորը որ քո զղջումն է, որ դու զղջաս, որ կարողանաս դրանից դուրս գաս։ Դա չլինի քո կյանքում կրկնվող մեղքեր, երբ որ դու զղջում ես, Աստված տեսնում է քո սիրտը։ Մենք մարդու դեմքին, երեսին, մարմնին ենք տեսնում, բայց Աստված նա սիրտն է տեսնում։ Տեսնում է ինչպես է նա զղջում, տեսնում է ինչպես է իր ներսում ինքը լացում, ապաշխարում, Տիրոջը աղաղակում, որ Տեր, ես սխալ եմ եղել, ես ապաշխարում եմ, ես ներողություն եմ խնդրում։ Մենք գիտեք, մենք չենք կարող ասենք, որ այլևս չենք անի։ Երբ որ մենք ասում ենք այլևս չենք անի, հնարավոր է նորից կրկնենք այդ մեղքը։ Լավ է, որ Տիրոջ օգնության կանչենք, որ Տերը օգնի, որ այլևս չանենք։ Ոչ թե մենք մեր մեջ հպարտանալով կամ եթե չենք հպարտանում, պարզապես խոստանանք, որ չենք անի, որ խոսքն ասում է սատանան քնած չի։ Մի բան կբերի, երբ որ մարդն խոսքի մեջ հաստատուն չի, իհարկե նա կընկնի նորից նույն մեղքի մեջ։ Գողություն ասում են, մենք գողություն չենք անում, բայց մարդիկ ասում են պետությունից գողանալը մեղք չէ։ Լսել եք այդ արտահայտությունը։ Ես շատ եմ լսել։ Գողությունը գողություն է պետությունից թե հարևանից։ Մի անձնավորություն, այս պատմությունը լսել եմ շատ տարիներ առաջ, իրանք վատապրող էին ու ինքը գողությունով էր իր ընտանիքը պահում։ Գնում էր մի ֆերմա կամ մի կոլխոզ կամ մի տենց գոմ, մեծ գոմ, ոչխարեր գողանում, տանում էր, մի մաս ծախում էր, չէ, ծախում իրանք ապրում են, երեխաներ ուներ ու իրանք ծանր ապրելակերպ ունեին։ Ու այդ անձնավորությունը նույնպես լսել էր Աստծո խոսքը։ Լսել էր, բայց դե ինքը հաստատուն չէր, ինքը հավատարիմ չէր, ինքը դեռևս մի ոտը եկեղեցում, մի ոտը դրսում, ու դրա համար էլ ինքը չէր կարողանում ձերբազատվել այդ մեղքից։ Ու հաջորդ անգամ, երբ որ նորից ուզում է գնա գողության, ասում Աստված ջան, դե գնում եմ, երեխեքս սոված են, գնում եմ մի ոչխար էլ բերեմ ուտենք, պահի որ ինձ չբռնեն։ Գիտեք, հաջողվում է, գնում է ոչխարը բերում ու չի բռնվում։ Ինքը մտածում է, որ միշտ էլ այդ ձև կլինի, ասում Աստված ջան, դե շնորհակալ եմ, որ չբռնվեցի։ Անցնում է որոշակի ժամանակ, մի շաբաթ, թե մի ամիս, չգիտեմ, նորից որոշում է գնա ու գիտեք ինչ է տեղի ունենում։ Այդ ընթացքում Աստված մի հոգևորի, մի քրիստոնյայի ուղարկում ասում է գնա այս ինչ գոմ ու աղոթի գողության դեմ։ Այդ անձնավորությունը, Փառք Աստծո Տիրոջ ճանաչող անձնավորություն, վերակենում գնում այդ գոմ։ Ներս է մտնում, իսկ այդ գողը արդեն ներսում արդեն պարկի մեջ է հագցնում ոչխարին, հենց այդ պահին, որ շարժում է լսում, մտնում է մսուրների հետևին թաքնվում, որ իրան տեսնող չլինի։ Մեր եղբայրը քրիստոնյան ներս է մտնում գոմ, տեսնում է ոչխարներ ու դատարկ գոմ։ Մարդ չկա, ում պետք է քարոզի։ Մի պահ վարանում ասում Աստված ջան, ես ում պետք է քարոզեմ։ Այստեղ ոչ մեկը չկա, բայց նա չգիտի, որ մսուրի հետևում մարդ կա թաքնված։ Ու դե ասում է, դե լավ, դե որ Աստված ինձ ուղարկել է, ուրեմն պետք է։ Ես հնազանդ եմ Աստծուն։ Ու սկսում է քարոզել։ Մի 10-20 րոպե խոսում է գողության դեմ, քարոզին, որ գողությունը մեղք է, ու թողում գնում է։ Թողում գնում է, այս անձնավորությունը մսուրի հետ մտածում, ես ինչ եմ անում այստեղ։ Ոչխարը հանում է պարկից, դատարկ տուն է գնում։ Գիտեք, հիմա առաջի քայլը, որ այդ անձնավորությունը գնաց աղոթելու, նա հնազանդ էր Աստծուն։ Դուք պատկերացեք, եթե նա չգնար, նա էլի պետք է իր գողությունը տաներ ու շարունակեր այդ իր կյանքը։ Բայց Աստված ինչ արեց, իր հավատարիմ ծառային ուղարկեց։ Գիտեք, եթե դու սրտիդ մեջ զգում ես, որ պետք է գնալ այս ինչ տեղը աղոթելու, վեր կաց ու գնա, դա հնազանդություն է։ Իսկ խոսքն ասում է ամեն հնազանդություն մեղք է։ Ամեն։ Դու պատրաստ ես դրան։
Գիտեք, շատ դժվար է, եթե մարդաշատ վայրում մեկը հիվանդանում է, ու դու գնաս աղոթելու նրա համար։ Ամոթը մի կողմից է խեղդում, մարդիկ տեսնում են, բա ոնց կլինի, բա ինչ կմտածեն, բա կասեն է սով է։ Ես մի ծանոթ հովիվ ունեմ, միգուցե սրա մասին էլի պատմել եմ, կարծեմ հիշում եմ։ Իրանք օդանավակայանում կնոջ հետ թռչելու ժամանակ օդանավակայանում մի մարդ է մահանում։ Կինը ուսին խփում ասում է դե գնա, ասում էր որ տենց բան լինի կգնամ։ Հովը մի պահ վարանում է, դե դժվար է լիքը ժողովուրդ։ Կինն ասում է դե գնա, ինչ ես բանանում, գնա, դու էր ասում։ Գնում է ձեռքը գլխին է դնում, նրանք արդեն սկոր են կանչի ժողովուրդը, որ սկորին գա տանի այդ մարդին։ Գնում է ձեռքը գլխին է դնում, աղոթում ես մարդը վերակենում ու գնում է իր ճամփեն։ Մեկ էլ դրանից հետո շտապօգնության մեքենան գալիս, ասում ու ա ձեր մեռելը, ասում վեկացավ գնաց։ Գիտեք, սիրելիս, պատրաստ եղի Տիրոջ խոսքը լսելու, երբ որ քո ականջը բաց լինի Տիրոջ խոսքը լսելու, Տերը քո միջոցով հրաշքներ կանի։ Ով ասում որ Տեր իր միջոցով հրաշք կանի, ուրեմն հնազանդ եղիր Տիրոջ խոսքին։ Բաց թող լինի քո ականջը, արթուն եղիր, ամեն օր երբ որ կարդաս, ամեն օր երբ որ աղոթքի մեջ լինես, դու դանով կկերակրես քո հոգին, իսկ եթե դու չկարդաս, դու կերակրում ես քո մարմինը, իսկ մարմինը պատրաստ է ձգտելու դեպի մեղքը։ Մեղքը քաղցր է, մեղքը հաճելի է, մեղքը ձգում է։ Բոլորս են մարդ ենք, ես ձեր նման։ Գիտեք, մեղքը ձգում է, բայց երբ որ դու հոգևոր ուժեղ ես, դու ասում ես ոչ մեղքին։ Ու դու դուրս ես անում մեղքին։ Ու դու նույնիսկ մտքերը չես թույլ տալի գա քո գլխի մեջ, մեղավոր մտքերը։ Աղոթում ես Տիրոջ պաշտպանություն ես հռչակում, որովհետև դրանք քեզ հաճելի չեն, որովհետև դրանք Տիրոջը հակառակ են, որովհետև դրանք սատանայից են։ Սատանան ուզում է այդ մտքերով քեզ նորից հետ կանչի, արի սիրելիս, արի ես ուզում եմ որ դու ինձ ծառայես։ Գիտեք, սուտ խոսալու մասին մենք մի հարևան ունեինք, ասում էր ես սուտ չեմ խոսում, ես ուղղակի խաբում եմ։ Սուտ խոսալը դա դիվական է։ Եթե քո մեջ կա սուտ խոսալու որոշակի նույնիսկ բան, դա դիվական է։ Մի անձնավորություն կար ասում էր, եթե ես օրը 7 հատ սուտ չխոսամ, փորս կպատրի։ Նա այդ կյանքի մեջ էր, բայց մենք դանից հեռու ենք։ Լավ կլինի, որ որտեղ էլ որ լինես, ուր էլ որ լինես, աշխատանքի, տանը, դրսում, հարևանների մեջ, բոլորը գիտենան, որ քո բերանից խոսքը դուրս եկավ, դու անելու ես։ Ոչ թե ասեն ես մարդը ստախոսը ասավ, բայց չենք վստահում, չենք հավատում, չենք սպասում։ Բայց երբ որ իմանան, որ դու քրիստոնյա ես ու ճանաչեն քեզ, որ մինչև այդ երբեք ոչ մեկին չես խաբել ու մինչ այդ դու ինչ ասել ես, քո խոսքի ետևին կանգնած ես եղել, նրանք կվստահեն քեզ։ Ամեն։ Հալելույա։ Մեղքը Աստծո կամքը չկատարելն է։ Որն է Աստծո կամքը։ Աստծո կամքը ինչ էր որ լի չկատարելը, դա մեղք է, սիրելիներս։ Մարդիկ մտածում են, որ եթե ոչինչ չեմ անում, ուրեմն ես սուրբ եմ։ Սուրբ կյանքով եմ ապրում, ոչինչ չեմ անում։ Գիտեք, ժամանակին քահանաներ են եղել, որ իրանց վախից, որ մեղք չգործեն, գնացել են անտառներում, քարայրներում են ապրել։ Բայց հավանաբար նրանց միտքն ու սիրտը այդ մեղքի մեջ է եղել։ Բայց ուժեղա նա ու հաղթողա նա, ով ապրում է մարդկանց մեջ, շնացողների կողքին, գողացողների կողքին, ստախոսների կողքին ու ինքը նրանց մեջ չի։ Այսօր Աստված կոչ է անում ինձ ու քեզ ավետարանը քարոզել։ Մենք անում ենք դա։ Մենք դրա մեջ ենք։ Վերջին շաբաթվա ընթացքում ով քանի հոգի խոսացել բերել եկեղեցի։ Գիտեք, դա շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է, որովհետև Աստված այդ հանձնարարությունը տվեց, դա նա վերջի հանձնարարությունն էր ու գնաց հոր աջ կողմը նստելու։ Եղիր կատարող այդ հանձնարարությունը։ Ամեն։ Երկու ընկեր զրուցում են, մեկն ասում է ինչ ես անում քո փրկության համար, ասում է ոչինչ էլ չեմ անում, պարզապես ուզում եմ մաքուր սուրբ ապրեմ։ Ասում է դու ուրեմն չես փրկվի։ Ասում է ինչ եմ անում որ չփրկվեմ։ Նա էլ թե ոչինչ չես անում, դրա համար չես փրկվի։ Մեզ պետք է մի բան անել։ Ինչ անել։
ավետարանը քարոզել, ինչ անել, կողքինին Հիսուսին ճանաչեցնել։ Դու պետք է ուղղակի կարողանաս աղոթել, որ կարողանաս Հիսուսին ներկայացնել։ Մեզ պետք է Հիսուսին ներկայացնել։ Գիտեք, շատերը ուզում են ավետարանել, բայց չեն կարողանում, ինչի համար, որովհետև շատերը լսելու կարողություն չունեն։ Եթե դու կարողանում ես դիմացինիդ լսել, գիտես դիմացինը դատարկվում է։ Խոսում, դու չգիտես նույնիսկ ինչ ասում, շատ ժամանակ անդուր բաներ կարող ասի, բայց երբ որ նա դատարկվում է, այն ժամանակ դու խոսում ես ու նա վերցնում է։ Լսելը ցանել է, ժողովուրդ։ Լսելը ցան, դու լսում ես, դու ցանում ես։ Հետո էլ դու ես խոսում, ինքը արդեն քեզ լսում, որովհետև դու դա ցանել ես։ Մի մուսուլման երեցի տան ես աշխատում էի, այդ մուսուլմանների մեծներ։ Այնտեղ մի շաբաթվա գործեր, չգիտեմ ինչի ես մի ամսը մարեցի ու ամեն օր գոհ էի մարածից։ Ու գիտեք ինչ, նրանք այնքան հյուրասեր էին, այնքան նույնիսկ ճանապարհում են իրանց դարպասից դուրս են խոնարհվելով ինչ ճանապարհում են։ Ու սկզբից նրանք սկսեցին իրանց Ալլահի մասին ինձ պատմել։ Ես 3 օր լուր լսեցի։ Ես տանը մի բրոշյուր ունեի, որը կոչվում էր «Ինչպես քարոզել մուսուլմաններին քրիստոնեությունը»։ Գնում էի տուն, այս բրոշյուրը կարդում, գնում էի տուն, կարդում այս բրոշյուրը։ 4-րդ օրը, գիտեք ինչ տեղի ունեցավ, նրանք էլ ասելու բան չունեին։ Ու սկսեցի ես ասել։ Ես արդեն գիտեի մուսուլմանների մասին, ովքեր են նրանք, ինչպես են աղոթում, օրը ինչքան են աղոթում։ Նրանք հետաքրքիր բան ունեն, որ նրանք կարող են չաղոթել, եթե իրանց հագին լինի կաշվե գուլպաներ։ Կարող են լվացումներ չանեն, եթե այդ կաշվի գուլպաներն իրանց հագին լինի։ Ես չգիտեմ ինչ է այդ կաշվի գուլպաներն նրանց փրկում ամեն ինչից։ Ես այդ ամենը արդեն գիտեի շատ բաներ նրանց մասին, ու երբ որ ես խոսում եի, նրանք հասկանում են, որ ես գիտեմ։ Ու երբ որ Հիսուսին ներկայացնում էի, նրանք խելոք լսում էին ու այո էին ասում։ Գիտես, երբ որ դու կարողանաս դիմացինիդ լսես, նա կդատարկվի, հետո սկսի Հիսուսին ներկայացնել։ Քո Տիրոջը ինչքան գիտես նրա մասին կարողացի ներկայացնես։ Ամեն։ Հակոբոս 4:17 Ահա ով որ բարին իմանա եւ չանե, նրա համար մեղք է։ Սիրելիս, եթե դու բարին իմանաս ու չանես, դա մեղք է։ Այսինքն մենք պետք է բարին անենք անընդհատ։ Եթե չանենք, դա մեղք է։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Դու բարին չանելով մեղք ես գործում, կան բաներ, որ վախենում ես անես։ Օրինակ ինչ ես վախենում դու անես։ Վախենում ես քարոզես։ Դու ամաչում ես քարոզես։ Գիտես, երբ որ դու ամաչես քո շրջապատում քարոզես, մեկի միջոցով Աստված նրանց խոսքը կասի, դու կմնաս հետո ամոթով։ Ուրեմն մեզ ինչ է պետք անել, որպեսզի մեղքի մեջ չընկնել։ Ինչ անել։ Բարի բանը խոսել, Տիրոջ խոսքը խոսել։ Ամեն։ Դու կօրհնվես, եթե դու ձգտում ունենաս այդ ամենը անելու։ Սամսոնի մասին հավանաբար կարդացել ես։ Ով էր Սամսոնը։ Նա գիտես մինչև հաղթող էր մինչև մեղքը, բայց մեղքը ինչ արեց նրան։ Եվ աչքերից զրկեց, եւ պատվից ու հարգանքից զրկեց։ Մեղքը ջախջախեց նրա կյանքը։ Այն ժամանակը, որ մենք տրամադրում ենք մեղքին, հետո էլ դանից դուրս գալուն, հետո էլ ապաշխարելուն, որը երկար ժամանակ է տևում, դու այդ ժամանակը ուղղակի տրամադրում ես սատանային։ Իսկ ավելի լավ է միանգամից հետ դարձ դեպի Հիսուսը, հետևում թող մնա ինչպես երգը, մենք երգ ունենք, ասում է, հիշում եք այդ երգը, ուր նայում է հաղթում է, ով է հիշում այդ երգը։ Նայում եմ ես աջ, Հիսուսը այնտեղ է, նայում եմ ես ձախ, ամեն։ Ուր որ նայես Հիսուսը այնտեղ լինի, ամեն։ Կորցած ժամանակը դիետ բերելու համար դու բավականին ժամանակ ես վատնում։ Իսկ այդ ժամանակը լավ է որ դու Տիրոջը նվիրես։ Երբ որ դու քո ժամանակը Տիրոջն ես նվիրում, գիտես, Տերը օրհնում է քո ժամանակը։ Տերը օրհնում է քո ժամանակը։ Շատ քրիստոնյաներ վկայում են, որ պիտի գնային ծառայության ու մեծ խցանումներ կար, որ իրանց պետք է կես ժամից հասնեն, այդ խցանումը ցույց էր տալիս 2 ժամ։ Աղոթում են, խնդրում Աստված օրհնի իրանց ժամանակը։
ու ժամանակին հասնում են։ Թե դա ոնց է լինում, դա մենակ Աստված գիտի։ Ամեն, հալելույա։ Որքան հեռացել է մարդը Աստծուց, այնքան ավելի ժամանակ է պետք նրա վերականգնման համար։ Սիրելիս, համար մեզ պետք է ծոմապահություն եւ աղոթք։ Մեղքը մահ է ծնում։ Հակոբոս առաջի գլուխ 13-ից 15։ Ոչ ոք, որ փորձության մեջ է, չասի թե Աստվածանից եմ փորձում, որովհետև Աստված չար բաներով չի փորձվում, ինքն էլ ոչ մեկի չի փորձում, բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկությունից է հրապուրված ու խաբված, եւ այնուհետեւ որ ցանկությունը հղացած է, ծնվում է մեղքը։ Մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Մեղքը երբ որ հղանում է մարդու կյանքում, երբ որ այդ մեղքի մեջ է մարդը, դրանից դուրս չի գալի, ավելի առաջ է գնում մի օր էլ ամեն բան կործանվում է նրա կյանքում։ Սիրելիս, ով կարող ասի, որ ինքը պատահականորեն մեղք է գործել։ Պատահական մի մարդ կարող ասում է ես պատահական մեղք գործեցի։ Պատահական դու չես կարող մեղք գործես։ Պատահական կարող ես ընկնել մեղքի մեջ։ Բայց մեղք գործելը նախորոք մտածված, կանխամտածված, արդեն իսկ քայլեր արած, արդեն իսկ ճանապարհին, որ չես կարողանում ետ կանգնել ու մի օր էլ ընկնում ես մեջը։ Գիտես, երբ որ դու այդ մեղքի ճանապարհին ես, արդեն սատանան գիտի թե ում միջոցով քեզ ավելի խոր հրի, խորացնի, գցի այդ մեղքի մեջ ավելի։ Երբ որ ընկնում ես այդ ճահիճի մեջ, արդեն ճահիճից դուրս գալն է դժվար, որովհետև մեղքը դռները լայն բացած քեզ է սպասում։ Փառք Տիրոջը, Աստված չի փորձվում, Աստված թույլ էլ չի տալի փորձի, բայց սատանան քեզ գայթակղացնում է։ Երբ որ դու գայթակղվում ես, արդեն գնում ես դեպի մեղք։ Մարդը ասում է, գիտես, ես գայթակղվել եմ, եկեղեցի չեմ գնում։ Ես ասում դու սխալ ես, դու մեղք ես գործում։ Ասում են մարդ ինձ գայթակղացրեց, նա ամեղավորը։ Ասում նա էլ ամեղավոր, դու էլ մեղավոր։ Նա գայթակղացրեց, նա մեղավոր է, դու գայթակղվեցիր, դու մեղավոր ես։ Ինչի գայթակղվեցիր, որտեվ Տերը քո սրտից դուրս է եկել։ Այսինքն դու Տիրոջ քո սրտից հանել ես։ Տերը չի թողնում, Տերը չի լքում։ Երբ որ դու Տիրոջը քո սրտից հանում ես, իհարկե կգայթակղվես։ Եթե Տերը քո սրտի մեջ չի ապրում, իհարկե կգայթակղվես, բայց երբ քո կյանքը վստահում ես Տիրոջը, դու երբեք չես գայթակղվի։ Դու փորձի մահացած մարդուն որևէ բան ասես, ամենածանր բաներն ասես, նա հեչ պետք չի։ Եթե դու մահացած ես մեղքի համար, քեզ պետք չի նրանք ինչ կասեն։ Պատասխանողը հետո Տերն է, որովհետև նրանք պատասխանատու են Տիրոջը իրանց բյանից դուրս եկած ամեն մի խոսքի համար։ Ամեն։ Հալելույա։ Շատ ժամանակ, գիտեք ինչ է տեղի ունենում մեր կյանքում։ Մարդիկ եկեղեցում ուրիշ են, տանը ուրիշ են։ Միգուցե դու նման մարդ ճանաչում ես, բայց դու մի նմանվի։ Ոնց կաս, նենց է շարունակի։ Եթե եկեղեցում դու լավն ես, այդպես էլ մնա։ Եթե տանը դու գժտված ես ու գալիս ես եկեղեցում դու ժպտում ես, դու կեղծավորություն ես անում։ Եթե դու եկեղեցում կարողանում ես ժպտաս, դու կարող ես եւ տանը ժպտալ։ Եթե դու ընկերոջ հետ վիճել ես, գալիս ես եկեղեցում ժպտում ես, գնա ընկերոջ հետ հաշտվիր։ Մի նվերել տար ու հաշտվիր, որովհետեւ Տերը քեզանից է պահանջելու, ոչ թե նրանից է պահանջելու։ Ամեն։ Թող քո ընկերական շրջապատը չազդի, որովհետև խոսքն ասում է, չար ընկերակցությունը ապականում են բարի վարքերը։ Առաջի Կորինթացիս 15:33-ում գրած։ Աստված ուզում է, որ դու բոլորի հանդեպ նույն սերը ունենաս։ Եթե Աստված ասեց երկու պատվիրան, որ ամբողջ օրենքը ծածկում են, ով կա այդ պատվիրանքն ասի։ Սիրի քո Տեր Աստծուն եւ սիրի քո ընկերոջը։ Ամբողջ պատվիրանը դու դրանով կատարում ես։ Եթե դու քո ընկերոջը սիրես, դու նրան հանդեպ ոչինչ չես անի։ Դու նրանից չես գողանա, դու նրանից չես բամբասի, նրան սուտ չես խոսա, նրան չես խափի եւ այլն։ Ամեն։ Այսինքն դու դրանով կասես, որ նրան սիրում ես, նաեւ Աստծուն սիրում ես։ Եթե դու քո ընկերոջը տեսնելով ասում ես, ես Աստծուն սիրում եմ, բայց դու նրա հանդեպ թշնամանքով ես վերաբերվում,
Ինչպես կասես Աստծուն, ես քեզ սիրում եմ, երբ որ Աստծուն նույնիսկ չես տեսնում։ Սատանայի համար դուռ մի բացեք ձեր չներումով։ Շատ կարևոր է, որ դու այսօր կանգնես ու ներես այն անձնավորություններին, ում որ մինչև հիմա քո սրտի մեջ նրանք ծածուկ քո թշնամիներն են, որ նույնիսկ ոչ մեկի չես կարողանում ասես, որտեղ ամոթ է քրիստոնյային թշնամի ունենալը, բայց քո սրտի մեջ դու ունես, քո սրտի մեջ ունես, ով ժամանակին քեզ վիրավորել է, ով ժամանակին քո կյանքը խանգարել է, ով ժամանակին որևէ բան արել քեզ, այսօր լավ կլինի, մինչև եկեղեցուց դուրս գալը, կանգնենք աղոթի ու ներենք ամեն մեկս ներենք բոլորին, ամեն, հալելույա։ Մատթեոս 26:42-ն ասում է, արթուն կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Տեսեք, Տերը երկու խոսք է ասում. արթուն կացեք եւ աղոթք արեք։ Արթուն կացեք եւ աղոթք արեք։ Սա նման է, գիտեք ինչի, մի նավակի, որ գիտես, նավակով երբ որ թիավարում ես, մի թիով առաջ չես կարող գնալ, մի թիով ուղիղ չես կարող թիավարել, բայց երբ որ երկու թիով ես թիավարում, դու ուղիղ կգնաս դեպի Տերը։ Ամեն, հալելույա, հալելույա։ Առաջի Հովհաննես 1:7-ն ասում է, բայց եթե լույսի մեջ մանգանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը սրբում է մեզ ամեն մեղքից։ Այսօր Տերս տեղասիրելիս, այսօր Տիրոջ արյունը սրբելու է քեզ ամեն քո ծածուկ մեղքերից, այն մեղքերից, որոնք դու չես խոստովանել։ Այսօր է ժամանակը քո սրբվելու ու մաքրվելու։ Վաղը միգուցե ուշ լինի։